Բաղդասարյան, դուք արդեն որերորդ անգամն է ճեպազրույցի ժամանակ նշում եք, որ լրագրողները գնալու են եւ ձեզ ընտրեն։ Թույլ տվեք ես իմ կարծիքը ասեմ այդ հարցով, ես անձամբ ձեզ չեմ ընտրելու, որովհետեւ ձեր իշխանության ժամանակ մենք կորուստներ ենք ունեցել ոչ միայն տարածքային, այլև մարդկային, կորցրել ենք Արցախը, ադրբեջանցիները զավթել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները եւ դեռ հստակ չէ խաղաղություն լինելու է թե ոչ։ Օրինակ դուք ասում եք, եթե ես չընտրվեմ կամ եթե ընտրվեն այլ անձինք, ապա պատերազմ է լինելու։ Եթե դուք խոսում եք հաստատված խաղաղության մասին, այդ ինչպես է լինում, որ այլ տեխնացուի, այլ վարչապետի դեպքում պատերազմ է լինելու, եւ Հայաստանի իշխանությունները դեպի Եվրոպա գնալու քայլեր են ձեռնարկում, տևական ժամանակ է խոսվում է ԵՄ անդամպետություն դառնալու անհրաժեշտության եւ ցանկության մասին, ինչպիսի, այսպես ասեմ, նախապայմաններով է Հայաստանը դառնալու ԵՄ անդամպետություն, օրինակ միջազգային պրակտիկայի փորձը մեջ բերեմ, երբ ինչ-որ մի պետություն ԵՄ անդամ է դառնում, պետք է իր օրենսդրությունը հարմարեցվի ԵՄ-ի ստանդարտներին։ Մենք նաև փոխում ենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, եւ սա նշանակում է, որ ինչ-որ իմաստով պետք է մեր օրենսդրությունն էլ փոխվի, որպեսզի մենք դառնանք ԵՄ անդամ պետություն։ Օրինակ ԵՄ անդամ պետությունների մոտ ընդունված է նույնասեռ անձանց ամուսնությունները։ Հայաստանի Հանրապետությունը ինչպես է դրան վերաբերում, դուք ինքներդ ինչպես եք այդ հարցին մոտենում եւ մենք արդյոք ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի, քանի որ դուք ասում եք, որ մոտավորապես հավերժ վարչապետ եք լինելու, ընդունելու ենք նույնասեռականությունը։ Նախ ես չեմ ասել հավերժ վարչապետ ենք լինելու, երկրորդը ձեր առաջի հարցի վերաբերյալ նույնը ամենայն հարգանքով ինչ ասի պարոն Մակարյանի հարցին ի պատասխան ես ընդամենը հղում եմ անում, ես ինչ որ պարոն Մակարյանի դեպքում ասի, ճշգրիտ նույնը վերաբերվում է ձեզ, սկզբից մինչև վերջ, այո, իմ կարծիքն է, եւ խաղաղության հարգելիներս բոլորդ էլ ընտրելու եք, գաղտնիության, հետո էլի ասելու եք, որ չէ, երդվում ենք, հետո ասելու եք, երդվում ենք, բան չենք ընտրել եւ այլն, բայց դե դրա համար էլ ընտրությունը գաղտնիություն։ Ինձ չի ուրախացնում կամ չնայած ցանկացած ձայն ինձ ուրախացնում, այո։ Ինչ վերաբերում է խաղաղության, տեսեք, հարցը ինչի մեջ է, բա հենց այդ անոչ խնդիրը, որ ասում եմ խաղաղությունը հաստատված է, բայց այդ ուժերը, ովքեր, այսպես ասած, հավակնում են, իրանք խոսում են խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին։ Ասում են, որ վերաբանակցելու ենք, այսինքն խաղաղությունը վերաբանակցելու համար պետք է չեղարկել, որովհետև վերաբանակցումը նշանակում է, որ չեղարկում ես։ Եթե կա պայմանավորվածություն եւ դու պայմանավորվածությունը վերաբանակցում ես, նշանակում է դու պայմանավորվածությունը չեղարկում ես։ Այսինքն խաղաղության չեղարկումը ինքը բերում է պատերազմի։ Ձեր իմ ասած ուժերը, որոնց մասին ես խոսել եմ, երեքն էլ խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին։ Ուղիղ խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին։ Վերաբանակցելու համար պետք է խաղաղությունը չեղարկել։ Խոսքը դրա մասին էր։ ԵՄ-ի հետ կապված ԵՄ-ի երկրները տարբեր կարգավորումներ ունեն, ամեն տեղ չէ, որ ամեն ինչ ընդունված է եւ կան առանձնահատկություններ եւ Եվրոպական միության ոչ մի երկիր իր առանձնահատկությունը չի կորցրել, այս զանգը հնչում է եւ դուք հասկանում եք, թե սա ինչի մասին է, շնորհակալություն։